Մենք շարունակում ենք սիրելիներս եւ այո, առաջինի առավոտ լուսոյի շրջանակներում, եթե կան հայ երիտասարդ տաղանդավոր մարդիկ, ովքեր ոչ միայն Հայաստանում, այլև տարբեր միջազգային մրցույթներում գրավում են բավական բարձր հորիզոնականներ, մեր դռները բացվում են ու ձեզ հետ միասին մենք փորձում ենք բացահայտել նրանց ու նրանց ապրելակերպը, մտածողությունը արվեստում։ Եվ այսպես սիրելիներ, Մոսկվայում Քրիստոս Փրկչի տաճարում կայացել է ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների 29-րդ միջազգային մրցույթը Ռոմանսիադա 2025-ը, որի միջոցով համարվում է կամերային վոկալ արվեստի աշխարհի ամենանշանակալի իրադարձություններից մեկը, եւ մենք այդտեղ ունենք առաջին հորիզոնականը գրաված մեր տաղանդավոր ներկայացուցիչին, նա Թովմաս Թովմասյանը, Ռոմանսիադա 2025-ի առաջին մրցանակակիրը։ Եվ եթե արդեն հասկացաք, որ մեր հյուրն է Թովմաս Թովմասյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհավորում ենք։ Շնորհակալ եմ նաև հյուրընկալության համար։ Սիրով, դե հիմա պատմեք մեզ, տեսնենք թե ինչ մրցույթ է։ Սա իհարկե գիտենք, որ 29-րդ անգամ է փաստորեն անցկացվում, միջազգային մրցույթ է, ու գիտենք նաև, որ Հայաստանում որոշակի նախընտրական փուլեր է կանցել մինչև այդտեղ հայտնվել, առաջարկում սկզբից այսպես պատմելով գանք։ Այո, իհարկե, ապրիլ ամսին Հայաստանում կայացավ նախընտրական փուլը, այսինքն սկզբում մրցում են Հայաստանի մասնակիցները, որպեսզի մեկնեն Մոսկվա։ Ընտրվում է մի հոգի կամ երկու, որը պետք է արդեն մեկնի Մոսկվա եւ ներկայացնի Հայաստանը։ Մի քանի տարի ինչ այս կոնկուրսի մասին ես գիտեի, միշտ չէի հասցնում մասնակցել, այս տարի երևի ընկերներիս միջոցով շուտ իմացա եւ մասնակցեցի։ Հասցեցիք։ Մի փոքր խոսենք ձեր երաժշտական պատմությունից, հասկանանք ի վերջո հստակ որ ուղղության մեջ եք մասնագիտացվել, որ երաժշտական ուղղությունն է ձեզ հարազատ, արդյոք միայն ռոմանսները թե ոչ, եւ ինչպես այո եկանք այն եզրահանգման, որ այս տարի ամեն դեպքում պիտի գնանք ու մասնակցենք։ Տեսեք, մասնագիտությունս օպերային երգիչ է, որը ձեռք եմ բերել ուսանողական տարիներին։ Ընդունվելով կոնսերվատորիա, սկսել եմ սիրել օպերան, ճիշտ է։ Ես ընդունվել եմ ակադեմիական երգեցողության բաժին, բայց մինչև ընդունվելս ցանկություն չունեի դառնալ օպերային երգիչ, ցավոք սրտի։ Բայց դա այնպիսի մասնագիտություն է, որ ուսումնասիրելու ընթացքում դու սկսում ես սիրել, եւ իր դռներն է բացում քո առջև, եթե դու իրան սկսում ես սիրել եւ ուսումնասիրել։ Մասնագիտությունս օպերային երգիչ է, իսկ ռոմանս կատարել իրականում շատ եմ սիրել, ուսանողական տարիներն էլ, հիմա էլ ռոման շատ եմ սիրում կատարել ու դրա համար միշտ ցանկացել եմ մասնակցել։ Այս տարի երևի գրանցվելու ամենավերջին օրն էր, ընդամենը մի քանի ժամ էր մնացել, որպեսզի փակվեր, եւ իմ ընկերներից Հովհաննես Սովորդանյան ինքը երևի ինձ համոզեց, որ բեր գրանցվի, ես էլ եմ մասնակցում, իր հետ գերքենք, ամեն ինչ լավ կլինի, համոզեց ու գրանցվեցի։ Վերջի պահին ինչ մտքից ինչ ռոմանսներ եկավ, որ կարող եմ կատարել, որ ժամանակահատվածով համապատասխանում է։ Ու ստացվեց այն, ինչ որ ստացվեց։ Ինչպես է անցել հայկական նախընտրական փուլը, շատ մասնակիցներ են եղել եւ արդյոք բարդ է եղել։ Բավականին կային 30-ից ավել մասնակիցներ կարծեմ կային։ Ես ոչ թե բարդությանն եմ նայում, այլ ես միշտ մրցույթներին կամ համերգներին փորձում եմ ներկայացնել այն, ինչ որ պատրաստել եմ։ Իսկ հանդիսատեսին փոխանցեմ այն, ինչը զգում եմ դա երգելուց։ Դրա համար երևի դժվարությունը այդքան ինձ հետ չի պահում, որտեղ եթե մտածենք դժվարության ու կոնկուրենցիայի մասին, բավականին դժվար կլինի մեր միլիցը։ Շատ լավ, անցանք նախընտրական փուլը, դուք համարվեցիք պատվիրակը, որ պիտի ներկայացնեք այս միջազգային մրցույթում Հայաստանը։ Եկեք խոսենք այն երկրների մասին, ովքեր էլի մասնակցում են այս միջազգային մրցույթին եւ ամենայն դեպս տալ թվով գոնե երկու երկրի ներկայացուցիչների անուններ, ում դուք համարում եք ձեզ մրցակիցներ, ովքեր նաև էլի լավ ելույթ ունեցան։ Գիտեք, մենք այնտեղ ունենք Ղազախստանից բավականին լավ երգիչներ, երկու հոգի եկել են, եվրոպական երկու երկրներից նաև կային, ընդհանուր 10 թե 12 երկիր մասնակցում էր, տարբեր տարիների ընթացքում 1 կամ 2 թիվ պակաս կամ ավել։ Չինաստանից նույնպես ունենք մասնակից, որը իմ համար ճիշտ ասած զարմանալի էր, որ դա երգում է ռուսական ռոմանս։ Իսկ լավ է ստացվում, ինչպես էր հաջողվում։ Ահա, բավականին լավ է, ճիշտ ասած մասնակիցները բոլորն էլ լավ են, դե ի վերջո երկրի ներկայացուցիչները նրանք չեն կարող վատ լինել։ Ձեռք ես բերում նոր ընկերներ, նոր շրջապատ, նոր միջավայր, նոր բեմ, նոր հրավերներ, որը կարծում եմ շատ լավ է երիտասարդ երգչի համար։ Իսկ ինչպես է ընտրվել հաղթողը, այսինքն դուք ինչ ձևաչափով եղել եք ժյուրի պրոֆեսիոնալ թե։ Այո, յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչի հետ գալիս էր նաև իր երկրից ժյուրի եւ դրան գումարած Մոսկվայում որոշ հայտնի
երկրներ, որոնք նույնպես ժյուրի անդամներ էին։ Նաև հնարավորություն կար հանդիսատեսը, որ պետքա քվեարկեր։ Թեատր կոչվող հեռուստաընկերություն կար, որտեղ ռուսական հեռուստաընկերությունը, որի միջոցով ցուցադրվում էր, իրենց Facebook-յան, Telegram-յան ալիքով հնարավորություն ունեն դիտել եւ քվեարկել։ Բայց հանդիսատեսի քվեարկությամբ չէր որոշում առաջի կամ երկրորդ թե երրորդ տեղը, այլ ուրիշ մրցանակ։ Հատուկ մրցանակ էր։ Իսկ ժյուրին բավարարվում էր միայն այսպես կատարյալ վոկալային տվյալներով եւ երկի գեղեցիկ ներկայացմամբ, թե ամեն դեպքում բեմական իրականությունը այլ էր։ Չգիտեմ, ինչ որ մի բեմադրություն կամ էֆեկտեր, որոնք ավելի լիարժեք էին դարձնում ելույթը։ Ճիշտն ասած, ինձ համար երկելու ընթացքում ձայնի ցուցադրումը դա երևի թե երրորդ կամ չորրորդական տեր ունի։ Նույնիսկ չորրորդական։ Որովհետեւ ինձ համար ամենաառաջնայինը դա խոսքի փոխանցումն է։ Փոխանցել այն, ինչ որ կոմպոզիտորը զգացել է գրելուց կամ դու ինչ որ զգում ես, բառի նշանակությունը։ Իսկ ձայնը օգնում է դա ուղղակի էմոցիոնալ փոխանցել ավելի։ Տարբերություն պետք է դնել նամանավանդ ռոմանս երգելուց, որովհետև մենք մտածում ենք, որ ռոմանսը փոքր է, ավելի հեշտ է դա կատարել, բայց իրականում ռոմանսը երգելը բավականին բարդ է, ռոմանսը պետք է զգալ ու ներքին աշխարհը պետք է հարուստ լինի, որպեսզի կարողանաս ճիշտ էմոցիա եւ զգացմունք փոխանցել։ Դավիթ, առաջարկում եմ իմանալ, որ ստեղծագործությունն եք ներկայացրել։ Տեսեք, բացառապես երգել եմ ռուսական ռոմանսներ, Սվիրիդով Բագամատերով Գորդիե, Չայկովսկի Պոդվիկ եւ ավելի ժամանակակից Յանի Վերնուս, Պրազարովսկի, որոնք ստեղծագործությունից երկուսը իրանք են ընտրել, Բագամատերով Գորդիան երգել է Երևանում, որը նրանք ցանկացան, որ անպայման կրկնեմ Մոսկվայում։ Մի գործ իրանք են առաջարկել, իսկ մեկը Չայկովսկի Պոդվիկ ես եմ ընտրել։ 2025-ը ամփոփում ենք այսպես հաղթանակով եւ ձեռքբերումներով լի, ինչ նախագծեր կան 2026-ի համար, արդեն կան մտքեր կամ Այո, իհարկե։ Մտքեր կամ հրավերներ են նաեւ, որ կապ ունի հենց այս մրցույթի հետ, որ խաղում ենք հաղթանակի պտուղները։ Փետրվարի 1-ին նշվելու է 30-ամյակը այս մրցույթի, որտեղ ես հրավիրված եմ երկրի գրամելում եւ պետք է երգեմ հայկական ռոմանս։ Այո, իրանք շատ են սիրում, կոնկրետ կոնկուրսի ղեկավար Պրեբրաժենսկային շատ է սիրում հայկական ռոմանս եւ ամենաշատը Վարդը, Ռոմանոս Մելիքյան, փոքրիկ տղան։ Դա պետք է երգեմ այնտեղ։ Հունվարի 11-ին պետք է մեկնեմ Ցյուրիխ, որտեղից ունեմ հրավեր եւ ապրիլին Գերմանիա։ Դա 2025-ին վարպետաց դասեր են անցկացվել, հյուրեր ունենք Եվրոպայից, մասնակցեցի եւ հրավերներ ստացա այնտեղից։ Իսկ 30-ամյա հոբելյանական համերգային ծրագիրը ձեզ հետ կապված ամենայն դեպս մրցութային չէ, դուք պարզապես հրավիրյալ արտիստ եք, որ պիտի ներկայացնեք ձեր գեղեցիկ երգերը։ Լավ, եւ գնալով դեպի ամփոփում շատ կցանկանայի նաեւ խոսել տարբերության մասին։ Ի վերջո, ինչ կցանկանայիք, որ այնտեղից բերեք դուք ինքներդ, հա, որովհետեւ դա էլ մի դպրոց է, որ անցակ, բերեք այստեղ եւ ինչ կա, որ այստեղից ինչու ոչ կարող եք տանել նաեւ միջազգային մրցույթներ, որովհետեւ ի վերջո աշխարհն է խոսում, որ հայ արտիստների ներաշխարհն ու տաղանդը տարբերվում է, լավ, ինքնագովազ չի մեր մասին։ Իրականում ինքնագովազ չի, դա հենց ճիշտ այդպես է, որ մեր հայ երիտասարդները բավականին տարբերվում են ու աշխարհին ասելու շատ բան ունեն։ Ցույց տալով մեր հայկականը ոչ միայն մշակույթը, այլ երգեցողության ոճը, որով էլ որ մենք տարբերվում ենք, ավելի տաք եւ ջերմ ենք մոտենում բոլոր գործողություններին, բոլոր երգերին, դրա համար երևի տարբերվում ենք, էմոցիա կարողանում ենք ավելի փոխանցել ու աշխարհի տարբեր բեմերում հիմա մենք ունենք հայ երիտասարդ երգիչներ, ովքեր բարձր են պահում հայ ազգի պատիվը, այնտեղ աշխատելով, միջազգային մրցույթների մասնակցելով, որտեղ ես իմ ուսուցողական տարիներին բախտ եմ ունեցել սովորել 6 ամիս Եվրոպայում եւ որտեղ որ ես եղել եմ, այնտեղ մեն համերգներ եմ տվել, հայկական գործեր եմ երգել բացառապես ու որտեղ որ եղել եմ, որ իմացել եմ ես հայ եմ, միշտ ինձանից եկած առաջ գնացած հայ այնպեսի լավ անուն է թողել այնտեղ, որ իմացել են հայ ինքը լավ է երգել միանգամից իրան բերեք։ Պարտավորեցնողը մի տեսակ։ Հա, ու դու փորձում ես այնպես անել, որ քեզանից հետո նույնպես գնացող հայ է այնտեղ քո անվան հետ կապված խնդիրներ չունենա, իրան էլ դիմավորեն այնպես, ինչպես որ քեզ են դիմավորել։ Շնորհակալ ենք Թովմաս, մեր տաղավարում հյուրընկալվելու համար ու շնորհավորում ենք եւս մեկ անգամ։ Արդեն ակնհայտ է, որ 2026-ը շատ այսպես լավ է սկսվելու, զբաղված է սկսվելու եւ վստահ ենք, որ գալիք տարի եւս դեռ առիթներ կլինեն, որպեսզի կրկին հանդիպենք այս տաղավարում եւ խոսենք արդեն նոր ձեռքբերումների ու հաջողությունների մասին։
Եվ 1 րոպե ընդհանրապես թույլ տուր խլեմ բոլորից այդ 1 րոպեն։ Նաև հետաքրքիր է արդեն Երևանում, հա, հայրենիքում առհասարակ համերգային ծրագրերով ես ելույթ ունենում եւ ներկանում հանդիսատեսին, թե մտադիր ես արդեն տեսալովակներով նաև ներկանալ, գործունեության որ փուլում ես հիմա։ Տեսեք, Երևանում հիմա աշխատում եմ օպերային թատրոնում։ Միջև այդ եկել եմ ներկայացումներ ուսանողական տարիներին նույնպես հանդես եմ եկել Դոն Ջովանի դերակատարմամբ Մոցարտի Դոն Ջովանին եւ Ռոսինի Սևիլյան Սափրիչ օպերայում Ֆիգարոյի կերպարով 4 ներկայացում եկել եմ մեր օպերնի ստուդիայում կոնսերվատորիայում։ Բավական լուրջ ու կարևոր դերակատարումներ։ Դա, հա, ուսանողի համար բավականին ճիշտ ասած, ու սկսել դեբյուտը Դոն Ժուանով, որտեղ դա բավականին ծավալուն է, երկար է։ Հիմա աշխատում եմ օպերային թատրոնում, առաջիկայում նպատակ ունեմ այնտեղ ավելի ծավալուն աշխատանք կատարելու, ավելի սոլո պարտիաներ, մենակատար որպես հանդես։ Իսկ մենք հպարտ ենք եւ ուրախ, որ դուք դեռ շարունակում եք պահպանել ակադեմիական հիմքը եւ կրթությունը եւ դեռ այդ արվեստի մեջ եք։ Շնորհակալություն, սիրելի Թովմաս, գնացեք եւ ակադեմիական թատրոնում բացահայտեք մեր սիրելի ընկերոջ արտիստին, տաղանդավոր մարդուն։ Մենք հիմա կընդմիջվենք երաժշտությամբ, կվերադառնանք եւ կշարունակենք։ Համեցեք։